Աստվածաշնչյան հայտնություններ Զոյա Ասլանյան կամ Զոյա Ղարիբյան Ինչ է աղանդը Իսկ դու մարդ արարած ինչպես կարող ես դիմացինին աղանդավոր կոչել երբ որ նա քեզանից լավ գիտի Աստվածաշունչը Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն քեզանից լավ աղոթք, երկրպագություն և ծառայություններ է մատուցում հետևելով Հիսուսի թողած ուսմունքին, թե պետք է սիրես քո Աստծուն և քո ընկերոջը ինչպես ինքդ քեզ: Քանի որ մեր Հայաստանում և աշխարհում չգիտեն նաև շատ մարդիկ և հոգևորականներ, թե ինչ է աղանդը և տեղին ու անտեղի մեկը մյուսին վիրավորում ու աղանդավորներ են ասում: Բացատրեմ ինչ է աղանդը: Աղանդը այն հավատքի տեսակն է, երբ մարդը չի հավատում Հայր Աստծուն, Հիսուս Քրիստոսին կամ Սուրբ Հոգուն, կամ չի ընդունում նրանցից որևէ մեկին կամ չի հավատում Աստվածաշնչում գրվածներին: Երբ պաշտում և ընդունում է մարդու կողմից ստեղծված պատկերների, քանդակների, նկարների, դևերի, այսինքն՝ կուռքերի, որոնք մարդու կողմից են ստեղծվել և մարդկային սխալ պատկերացման երևակայության հիմքն են: Այն ամենը, ինչը ստեղծված է մարդու կողմից ու մենք պաշտում ենք, համարվում է կռապաշտություն: Մարդը պետք է պաշտի Ստեղծողին, այսինքն Աստծուն և ոչ թե մարդկային ձեռքերով ստեղծված բաներին: Այդպիսի պաշտամունքը համարվում է կռապաշտություն և այդպիսի հավատքի մարդիկ աղանդավոր: Հիմա արդեն դուք ինքներդ կարող եք իմանալ ովքեր են աղանդավորները և ամբողջ ազգը տեղին և անտեղի իրար չվիրավորի ասելով աղանդավոր, նույնիսկ նրանց, ովքեր մաքուր ու անկեղծ հավատում ընդունում ու պաշտում են մեր Հայր Աստծուն, Հիսուս Քրիստոսին և Սուրբ Հոգուն, չեն շեղվել, այլ հավատում են Աստվածաշնչում գրվածներին: Կամ եթե պատասխանեմ, թե ինչ է աղանդը, ապա կարճ կմեկնաբանեմ: Դա այն է, որ մարդ արարածը բացի Հայր Աստծուց, Հիսուս Քրիստոսից և Սուրբ Հոգուց պաշտում է կուռքերի, որոնք մարդու կողմից են ստեղծվել, նկարներ, քանդակներ, ձեռքիգործ կամ դիվական ուժերի, արևին, լուսնին, աստղերին է հավատում և ոչ Արարչին, ոչ Որդուն և ոչ Սուրբ Հոգուն: Գրված է, որովհետև ճանաչեցին Աստծուն, բայց իբրև Աստծու չփառավորեցին կամ գոհություն չհայտնեցին, այլ իրանց մտածումների մեջ մանրացան և նրանց սրտերը անմտությամբ խավարեցին: Իրենց իմաստուններ համարելով հիմարացան և անեղծ Աստծո փառքը փոխեցին եղծելի մարդու, թռչունների, չորքոտանիների և սողունների պատկերի նմանությամբ: Նրանք Աստծու ճշմարտությունը փոխանակեցին ստով, հնազանդվեցին և պաշտեցին արարածներին և ոչ թե Արարչին, որ օրհնյալ է հավիտյանս: Ամեն: Հռոմեացիների 1:21 Սամվելն ասաց. «Մի՞թե Տիրոջ համար ավելի հաճելի են ողջակեզներն ու զոհերը, քան Տիրոջ ձայնին անսալը: Հնազանդությունն ավելի լավ է, քան ընտիր զոհը, և անսալն ավելի լավ է, քան խոյերի ճարպը: Անհնազանդությունը
կա խարդության նման մեղք է և ինքնավստահությունը կռապաշտության նման։ Առաջի Թագավորաց 15-րդ գլուխ 22-23 համարները։ Մենք այլևս չենք գտնվում քարեդարում կամ հետամնաց ժամանակներում, որ Աստվածաշունչը անհասանելի լինի։ Մարդիկ կարող են կարդալ, հավատքի մասին կարծիքներ կազմել։ Փառք Աստծո, մենք հիմա գտնվում ենք մի ժամանակաշրջանում, երբ բոլորս էլ տանը ունենք Աստվածաշունչ և կարող ենք կարդալ ու մեր կարծիքը կազմել աղանդների մասին։ Կարդացեք Աստվածաշունչը և գտեք ձեր հարցերի պատասխանները։ Նրանք, ովքեր ասում են, որ Աստվածաշունչը բարդ է ու դժվար հասկանալի, սատանայի կողմնակիցներ են, որոնք խաբում են, որ մարդը հեռու մնա թե Աստծուց և թե նրա խոսքի իմաստությունից։ Եթե Աստծո հետ կապված հարցեր ունեք, ուրեմն կարդացեք Աստվածաշունչը։